2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, ինչը պատմության մեջ մնաց որպես թարթարի գործ։ Ձերբակալվածները ենթարկվում էին դաժան խոշտանգումների, որոնց ժամանակ շատերը ուշաթափվում եւ նույնիսկ մահանում էին։ 5+2 շրջանների վերադարձ Ադրբեջանին, խաղաղապահների տեղակայում շփման գծում, Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում անորոշ ժամանակով հուլիսի 23-ին ազատ արձակվեցին գնդի տարածքում պահվող վերջին պատանները, այդ թվում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ Որոշումը այդպես էլ ուժի մեջ չմտավ։ Բարև ձեզ, ես Ասուն Դավիթյանն եմ։ Արցախյան քրոնիկա հաղորդաշարը շարունակում է վերականգնել մեր նորագույն պատմության այն իրադարձությունները, որոնք անմիջական ազդեցություն ունեցան մեր այսօրվա իրականության վրա։ Նախորդ թողարկման մեջ մենք մանրամասն անդրադարձանք 2016 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմին, սակայն այդ պատերազմը միայն ռազմական բախում չէր։ Այն նաև ազդանշան էր, զգուշացում, որ պատերազմի բնույթը փոխվել է։ Ապրիլյանը ցույց տվեց մի քանի առանցքային իրողություն։ Առաջինը հակառակորդը պատրաստ է լայնածավալ գործողությունների։ Երկրորդը տեխնոլոգիական առավելությունը կարող է վճռորոշ դեր խաղալ, եւ երրորդը ժամանակը այլևս մեր օգտին չի աշխատում։ Սակայն ամենակարևոր հարցը հետևյալն է. արդյոք մենք ճիշտ ենք հասկացել այդ ազդանշանները։ 2016-ից հետո արտաքինից թվում էր, թե իրավիճակը կայունացել է։ Կրակոցները նվազել էին, լայնածավալ մարտական գործողություններ չկային եւ հասարակության մեջ ձևավորվում էր հարաբերական հանգստության զգացում։ Բայց իրականում սա ընդամենը դադար էր երկու պատերազմների միջև։ Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը, հատկապես Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, ընդունեցին, որ առանց անվտանգության մեխանիզմների պատերազմը ցանկացած պահի կարող էր վերսկսվել։ Եվ քարոզիա պատերազմից օրեր անց, մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում բանակցությունների արդյունքում որոշվեց առաջիկայում ներդնել վերահսկողության արդյունավետ իրականացման եւս երկու մեխանիզմ։ Առաջին, առաջնագծում տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտային ճշգրիտ ֆիքսել, թե որ կողմն է առաջինը խախտել հրադադարը, որտեղից է արձակվել կրակոցը եւ ինչ զինատեսակից։ Երկրորդ, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում։ Պայմանավորվածության համաձայն նրանց թիվը պետք է զգալիորեն ավելանար, որպեսզի նրանք կարողանային մշտական մոնիթորինգ իրականացնել շփման գծի տարբեր հատվածներում։ Հայաստանի եւ Արցախի համար սա ռազմավարական հաղթանակ էր դիվանագիտական դաշտում։ Սակայն Իլհամ Ալիևը հասկանում էր, որ այս մեխանիզմների ներդրումը նշանակում է հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից եւ օգտագործելով իր վետոյի իրավունքը ԵԱՀԿ-ում, արգելափակեց կազմակերպության բյուջեի այն հատվածը, որը պետք է հատկացվեր դիտորդների թվի ավելացմանը եւ սարքավորումների գնմանը։ Որոշումը այդպես էլ ուժի մեջ չմտավ։ Չնայած Ադրբեջանը 2016-ին չկարողացավ գրավել ոչ մի բնակավայր կամ լուրջ ռազմավարական տարածք, այնուամենայնիվ նրանք պետք է հանգստացնեին այն ժողովրդին, որոնց տարիներ շարունակ կերակրել են հակահայ քարոզչություններով եւ ասում էին, որ ուր որ է Ղարաբաղը մերը կլինի։ Եվ քարոզչությունը կենտրոնացավ Լելե-Թեփե բարձունքի վրա։ Այդ փոքր բարձունքը ներկայացվեց որպես Ադրբեջանի հողերի ազատագրման սկիզբ։ Ալիևը անձամբ այցելեց այդ դիրքեր, լուսանկարվեց հեռադիտակով, կատարեց որոշակի ռազմատենչ հայտարարություններ, որը նպատակ ուներ ստեղծել պատրանք, թե նրանք արդեն տուն են վերադառնում։ Եթե մինչ 2016 թվականը ադրբեջանական բանակը հիմնականում հենվում էր խորհրդային ժառանգության վրա, տանկեր, հրետանի, կենդանի ուժ, ապա ապրիլյան պատերազմից հետո առաջնահերթությունը կտրուկ փոխվեց։ Սկսվեց նորագույն տեխնոլոգիաների վերազինման փուլ։ Ադրբեջանը սկսեց մեծածավալ գնումներ իրականացնել մի քանի ուղղություններով, որոնցից էր օրինակ անօդաչու թռչող սարքերը։ Եթե 2016-ին կիրառված խառովները նորություն էին, ապա հաջորդ տարիներին Ադրբեջանը սկսեց կառուցել ամբողջական ԱԹՍ համակարգ։ Խոսքը միայն հարվածային սարքերի մասին չէր։ Գնվում էին նաև հետախուզական, վերահսկման, նշանառման եւ կապի ապահովման ԱԹՍ համակարգեր։ Ըստ միջազգային հետազոտական կենտրոնների, մասնավորապես Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի,
2016-ից 2020 թվականներին Ադրբեջանը ձեռք է բերել ավելի քան 500 միավոր հետախուզական, հարվածային և այլ տեսակի տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր, դրանց վրա ծախսելով ավելի քան $800 միլիոն։ Սա նշանակում էր, որ նրանք օդում ստեղծել էին մի ամբողջական տեխնոլոգիական բանակ, որի դեմ պայքարելու համար հին մեթոդները այլևս արդյունավետ չէին։ Մեծ ներդրումներ կատարվեց նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների զարգացման վրա։ Ապրիլյան պատերազմում կրած կորուստները, մասնավորապես Յաշմայի խայտառակ ջախջախումը, լավ դաս եղավ Ադրբեջանի զինված ուժերի համար։ Քանի որ Ադրբեջանը համարվում է բռնապետական երկիր, նրանք հրապարակավ չէին կարող ընդունել էլիտար ստորաբաժանումների ձախողումը։ Փոխարենը տեղի ունեցավ այն, ինչը պատմության մեջ մնաց որպես թարթարի գործ։ 2017 թվականին ապրիլյանից մեկ տարի անց Ադրբեջանի ուժային կառույցները սկսեցին զանգվածային ձերբակալություններ բանակում։ Հարյուրավոր զինվորականների մեղադրեցին իբրև հայկական հետախուզության հետ համագործակցելու և դավաճանության մեջ։ Ձերբակալվածները ենթարկվում էին դաժան խոշտանգումների, որոնց ժամանակ շատերը ուշաթափվում և նույնիսկ մահանում էին։ Կան հաստատված տվյալներ առնվազն 10-ից 11 սպանված զինվորականի մասին, որոնք մահացել են հենց խոշտանգումներից։ Շատ վերլուծաբաններ համոզված են, որ սա արվեց 2016-ի ձախողումների մեղքը ստորին և միջին օղակների սպաների վրա բարդելու և բանակում զտումներ անելու համար։ Պաշտոնական դատավարություն Յաշմայի կորուստների համար չեղավ, բայց եղավ այսպես կոչված դավաճանության գործ, որով խոշտանգումների ենթարկվեցին 1000-ից ավելի մարդ։ Դրանից հետո սկսվեց այդ ստորաբաժանումների վերակազմավորում և պատրաստության մակարդակի բարձրացում, հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Յաշմայի վերապատրաստումը ամբողջությամբ անցավ թուրքական կարմիր բերետավորների հսկողության տակ։ Ուսումնական ծրագրերը փոխվեցին նույնիսկ մանրուքներում։ Այս ընթացքում Հայաստանում և Արցախում եռում էր ներքաղաքական դաշտը։ Եղան մի քանի շրջադարձային իրադարձություններ, որոնք ճակատագրական դարձան արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում։ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանը սկսեց ակտիվորեն առաջ մղել մի ծրագիր, որը հայտնի դարձավ որպես Լավրովյան պլան։ Դրա հիմնական դրույթներն էին 5+2 շրջանների վերադարձ Ադրբեջանին փուլային տարբերակով, խաղաղապահների տեղակայում շփման գծում, Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում անորոշ ժամանակով։ Հայաստանի ներսում խոսակցություններ առաջացան այն մասին, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է այս պլանին և պատրաստվում է կնքել այդ պայմանագիրը։ Եվ շատերը, այդ թվում նաև Սասնա Ծռեր խմբի անդամները, որոնց մեծ մասը արցախյան շարժման պատերազմի վետերաններ էին, համարում էին, որ դա կլինի Արցախի վերջը։ Սասնա Ծռեր խմբի գաղափարական առաջնորդը Ժիրայր Սեֆիլյանն էր, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը։ 2016-ի հունիսին նա ձերբակալվեց Զենք զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, սակայն նրա կողմնակիցները պնդում էին, որ իրական պատճառը Սեֆիլյանի կոշտ և իշխանությունների համար վտանգավոր դիրքորոշումն էր Արցախի վերաբերյալ։ Սեֆիլյանի ձերբակալությունից օրեր անց, հուլիսի 17-ի առավոտյան, Սասնա Ծռեր խումբը զինված հարձակում իրականացրեց Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի դեմ։ Նրանք բեռնատարով ջարդեցին գնդի դարպասները և գրավեցին տարածքը։ Նրանց պահանջները հետևյալն էին. Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ժիրայր Սեֆիլյանի և մյուս այսպես կոչված քաղբանտարկյալների ազատ արձակումը, ոչ մի տարածքային զիջում Արցախում։ Գնդի գրավումը տևեց 15 օր՝ հուլիսի 17-ից հուլիսի 31-ը։ Այդ ընթացքում մի քանի անգամ տեղի ունեցան բախումներ, որոնց հետևանքով զոհվեց 3 ոստիկան։ Հասարակությունը երկփեղկվեց։ Մի մասը խմբի անդամներին համարում էր ահաբեկիչներ, մյուս մասը ապստամբներ և փրկիչներ, ովքեր զենքով փորձում են թույլ չտալ Արցախի հանձնումը։ Սարի թաղում ստեղծվեց լարված իրավիճակ, որտեղ ոստիկանությունը դաժանորեն ցրեց ցուցարարներին։ Իրավիճակը բավականին լարված է։
Այդ օրերին Արցախի հերոս գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը միակն էր, ում թույլատրվում էր ազատ ելումուտ անել ՊՊՑ գնդի տարածք, որպես միջնորդ։ Նրա միջնորդության շնորհիվ հնարավոր եղավ հասնել որոշակի համաձայնությունների, որոնց արդյունքում հուլիսի 23-ին ազատ արձակվեցին գնդի տարածքում պահվող վերջին պատանները, այդ թվում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ինչպես նաեւ Բալասանյանի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գնդի տարածքում կստեղծվի չեզոք գոտի, որտեղ լրագրողները հնարավորություն կունենան հանդիպել Սասնա Ծռեր խմբի անդամներին։ Դա արվեց խմբի պահանջով, իրենց ձայնը լսելի դարձնելու համար, եւ դրա դիմաց նրանք ազատ արձակեցին պատաններին։ Հուլիսի 31-ի երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում 15-օրյա գրավումից հետո խմբի անդամները հայտարարեցին, որ արյունահեղություն չեն ուզում եւ վայր դնելով զենքերը դուրս եկան ՊՊՑ գնդի տարածքից ու հանձնվեցին։ Սասնա Ծռերի գործողությունը զգալիորեն փոխեց բանակցային ֆոնը։ Սերժ Սարգսյանը հնարավորություն ստացավ միջազգային միջնորդներին ցույց տալ, որ Հայաստանի ներսում հանրությունը կտրուկ դեմ է որևէ զիջման, եւ եթե ինքը ստորագրի որևէ փաստաթուղթ, երկրում կսկսվի քաղաքացիական պատերազմ։ Լավրովի պլանը մտավ փակուղի, եւ որոշ ժամանակով տարածքների հանձնման հարցը դուրս եկավ ակտիվ օրակարգից։ Այդ օրերին Սերժ Սարգսյանը պարբերաբար մեկնում էր Ստեփանակերտ եւ փակ հանդիպումներ ունենում Արցախի ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների եւ զինվորական վերնախավի հետ։ Սա սովորական այցեր չէին։ Նպատակն էր Արցախի քաղաքական էլիտայի հետ քննարկել հնարավոր փոխզիջման տարբերակները։ Հանդիպումները թեև փակ էին ընթանում, սակայն այնուամենայնիվ դրա մանրամասները հետագայում բացահայտվեցին մասնակիցների վկայությունների եւ արտահոսքների միջոցով։ Սարգսյանի հիմնական ուղերձները հետեւյալն էին. Նա ներկայացրեց միջազգային հանրության չեզոք դիրքորոշումը կոնֆլիկտի վերաբերյալ եւ հասկացրեց, որ ստատուս քվոն պահպանելը շատ վտանգավոր է եւ Ադրբեջանը չի համաձայնի խաղաղության առանց տարածքային զիջումների։ Խոսքը գնում էր մադրիդյան սկզբունքների կամ Լավրովի պլանի մասին, որը ենթադրում էր 5 շրջանների վերադարձ, իսկ ավելի ուշ եւս 2-ի՝ Արցախի միջանկյալ կարգավիճակի եւ Լաչինի Միջանցքի պահպանման դիմաց։ Նա մտավախություն ուներ, որ եթե հայկական կողմը չգնա այս զիջումներին, ապա նոր պատերազմը անխուսափելի է լինելու։ Սակայն Արցախի վերնախավի հիմնական մասի արձագանքը խիստ եւ բացասական էր։ Պատգամավորների եւ զինվորականների մեծ մասը հայտարարեց, որ այդ շրջանները Արցախի անվտանգության գոտին են եւ դրանք հանձնելը նշանակում է Արցախին թողնել ուղիղ նշանառության տակ։ Սակայն Սերժ Սարգսյանը դա համարում էր երկկողմանի փոխզիջումային տարբերակ, որտեղ Ադրբեջանն էլ իր հերթին պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Հետագայում 2016 թվականի հոկտեմբերին կառավարության նիստում Ալիևը բառացիորեն արեց հետևյալ հայտնի հայտարարությունը. «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում, որ ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Սա նշանակում էր, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը կարողացել էր իրավիճակն այնպես շրջել, որ միջազգային հանրությունը սկսել էր Ադրբեջանից պահանջել ճանաչել Արցախի անկախությունը որպես խաղաղության երաշխիք։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ ներքաղաքական վերադասավորումներ։ Նոր իշխանությունները հայտարարում էին բարեփոխումների, ժողովրդավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Եվ հենց այստեղ առաջացավ կարևոր հարց. արդյոք այդ ընթացքում բավարար ուշադրություն էր դարձվում անվտանգությանը։ Պաշտպանական համակարգը գտնվում էր վերափոխման փուլում, սակայն այդ փոփոխությունները չէին կարող արագ արդյունք տալ։ Միևնույն ժամանակ հակառակորդը չէր դադարեցնում իր պատրաստությունը, այսինքն ստացվում էր հակասական իրավիճակ։ Ներսում քաղաքական եւ հասարակական փոփոխություններ, դրսում աճող ռազմական սպառնալիք։ Բացի այդ, հասարակության մեջ ձևավորվում էին նաեւ տարբեր երբեմն հակասական պատկերացումներ պատերազմի մասին։ Մի մասը համոզված էր, որ լայնածավալ պատերազմ այլևս հնարավոր չէ։ Մյուսները հակառակը զգուշացնում էին վտանգի մասին, սակայն այս քննարկումները չէին վերածվում համակարգված պատրաստության։ Պատերազմը, որը պետք է ընկալվեր որպես իրական եւ մշտական սպառնալիք, հաճախ դիտվում էր որպես հեռավոր եւ տեսական սցենար։ Վերլուծաբանների մի խումբ վստահ էր, որ չէր լինի իշխանափոխություն, եթե չլիներ Սերժ Սարգսյանի հավակնությունը երրորդ անգամ ստանձնելու երկրի ղեկավարի պաշտոնը, եւ միևնույն ժամանակ այլ վերլուծաբաններ
Կարծում են, որ Սերժ Սարգսյանի որոշումը 2018-ին դառնալ վարչապետ, խախտելով իր նախնական խոստումը, պայմանավորված էր հենց Արցախյան կոնֆլիկտի կարգավորման ցանկությամբ։ Նա գտնում էր, որ բանակցությունները հասել են մի կետի, որտեղ պետք է կայացվեն կամ ծանր որոշումներ եւ գնալ փոխզիջումների, կամ պետք է պատրաստվել մեծ պատերազմի։ Նա չէր վստահում որևէ այլ մեկի այդ ճակատագրական պահին երկիրը առաջնորդելու հարցում։ Թե ինչպես Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ մասնավորապես Արցախյան կոնֆլիկտի կարգավորման վրա, կխոսենք հաջորդ եթերում։ Մնացեք մեզ հետ։